Ժամանակը պարզապես ժամերի եւ օրերի հոսք չէ, այլ կախարդական հոսք, որի մեջ թաքնված են մեր ապագայի բանալիները։ 2025 թվականի հուլիսը խոստանում է լինել յուրահատուկ, ինչպես կախարդական կամուրջ, որը կապում է անցյալը կյանքի նոր անհայտ փուլի հետ։ Այս փոփոխությունների հորձանուտում կենդանակերպի ճակատագրական նշանները կունենան եզակի հնարավորություն վերանայելու իրենց ուղիները, բացահայտելու նոր հորիզոններ եւ գտնելու ներքին ներդաշնակություն։ Այս համաստեղություններից յուրաքանչյուրը ճակատագրի գրկում առանձին գլուխ է, որտեղ յուրաքանչյուր էջ լի է հնարավորություններով եւ մարտահրավերներով։ Պատրաստ եք ձեր կյանքում նոր էջ բացել։ Այնուհետև մենք ճանապարհորդության ենք մեկնում աստղային ուղիներով, որտեղ յուրաքանչյուր նշան փոփոխությունների եւ հնարավորությունների մի յուրահատուկ պատմություն է։ Ցուլեր կարիերայի թռիչք դեպի նոր ուղեծիր, բարձունքների եւ ճանաչման ուղի։ Ցուլերի համար 2025 թվականի հուլիսը կլինի այն ժամանակը, երբ մասնագիտական հորիզոնները կընդլայնվեն անհավանական չափերի։ Ձեր համառությունն ու համբերությունը, որը դուք ցուցաբերել եք տարիների ընթացքում, վերջապես կսկսեն արդյունք տալ։ Այս ժամանակահատվածում դուք կարող եք ստանալ պաշտոնի բարձրացման առաջարկ, փոխել աշխատանքը կամ սկսել ձեր սեփական բիզնեսը, որը վաղուց երազում եք։ Կարևոր ասպեկտ կլինի նոր հնարավորություններից օգտվելու եւ նպատակներին հասնելու համար ռիսկի դիմելուց չվախենալու կարողությունը։ Ձեր էներգիան ու նպատակասլացությունը կդառնան հաջողության բանալին եւ ուրիշները կսկսեն նկատել ձեր առաջնորդական ունակություններն ու խարիզման։ Խորհուրդ՝ մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել եւ կիսվել ձեր գաղափարներով, հավատացեք ձեր ուժեղ կողմերին եւ մի հետաձգեք կարևոր որոշումները ավելի ուշ։ Ձեր համառությունը կբացի դռներ, որոնք նախկինում փակ էին թվում։ Խեցգետիններ սրտի հեղափոխություն եւ ընտանիքի վերածնունդ, ներքին ներդաշնակության ուղի։ Խեցգետնի համար 2025 թվականի հուլիսը այն ժամանակն է, երբ սիրտը կբացվի նոր զգացմունքների եւ անձնական կյանքում խորը փոփոխությունների համար։ Հնարավոր է դուք անցնում եք ձեր հարաբերությունների կարևոր փուլ կամ որոշում եք նոր էջ սկսել ձեր ընտանեկան պատմության մեջ։ Ձեր ինտուիցիան կդառնա ձեր հուսալի ուղեցույցը, օգնելով ձեզ հասկանալ ձեր սիրելիների իրական ցանկություններն ու կարիքները։ Ներքին նորացումը եւ ընտանիքի հետ անկեղծ շփումը ձեզ կպարգևեն հանգստության եւ սիրո զգացողություն, որը վերջերս այդքան պակասում էր։ Այս ժամանակահատվածը հնարավորություն է ազատվելու հին դժգոհություններից եւ ամուր հիմք կառուցելու ապագայի համար։ Խորհուրդ՝ անկեղծ եղեք ինքներդ ձեզ եւ ուրիշների հետ։ Մի վախեցեք բացել ձեր սիրտը եւ կիսվել ձեր զգացմունքներով։ Այսպես դուք կգտնեք իրական երջանկություն եւ ներդաշնակություն։ Կարիճներ վերափոխումը որպես ձեր իրական եսի ուղի, ներքին հայտնագործություններ եւ նոր հորիզոններ։ Կարիճի համար 2025 թվականի հուլիսը խորը փոփոխությունների եւ ներքին վերափոխման ժամանակ է։ Ձեր կիրքն ու ինտուիցիան կօգնեն ձեզ ազատվել հին կաղապարներից եւ բացահայտել ձեր անհատականության նոր կողմերը։ Այս ժամանակահատվածը հնարավորություն է վերանայելու ձեր արժեքները, ազատվելու զարգացմանը խոչընդոտող բաներից եւ սկսելու ինքնաճանաչման ուղին։ Ներքին փոփոխությունները կբացեն դռներ նոր հնարավորությունների համար եւ ձեր ներքին եսը կդառնա ավելի ուժեղ եւ պարզ։ Խորհուրդ՝ մի վախեցեք խորասուզվել ձեր զգացմունքների մեջ եւ բացահայտել ձեր զգացմունքները։ Ձեր անկեղծությունն ու քաջությունը կբացեն նոր հորիզոններ եւ կհանգեցնեն իրական երջանկության։ Ջրհոսներ համայնքներ, որոնք փոխում են աշխարհը եւ ձեր տեղը դրանում, միասնության եւ ոգեշնչման ժամանակն է։ Ջրհոսի համար 2025 թվականի հուլիսը այն ժամանակահատվածն է, երբ աշխարհը փոխելու ձեր ցանկությունը հատուկ ուժ է ստանում։ Ապագան տեսնելու եւ մարդկանց միավորելու ձեր ունակությունը կօգնի ձեզ դառնալ կարևոր հասարակական շարժումների մաս կամ սկսել ձեր սեփական նախաձեռնությունները։ Այս պահին կարևոր է գտնել համախոհ մարդկանց եւ միասին աշխատել ընդհանուր նպատակների համար։ Ձեր յուրահատկությունն ու գաղափարները կարող են դառնալ փոփոխությունների կատալիզատոր, իսկ ձեր տեղը հասարակության մեջ կարող է ամրապնդվել եւ ընդլայնվել։ Խորհուրդ՝ մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով եւ ոգեշնչել ուրիշներին։ Ձեր էներգիան եւ լավագույնի հանդեպ հավատը կարող են փոխել ոչ միայն ձեր կյանքը, այլև ձեր շրջապատող աշխարհը։ Կշեռքներ
Ներդաշնակությունը որպես հոգեկան բնական վիճակ, հավասարակշռության եւ գեղեցկության արվեստ է։ Կշեռքների համար 2025 թվականի հուլիսը կլինի այն ժամանակը, երբ ներքին հավասարակշռությունը կհասնի նոր բարձունքների։ Ձեր բնական հակումը դեպի ներդաշնակությունը եւ գեղագիտությունը կօգնի ձեզ գտնել հավասարակշռություն ձեր անձնական կյանքի, աշխատանքի եւ հոգեվոր զարգացման միջեւ։ Այս ժամանակահատվածում կարեւոր է ուշադրություն դարձնել ինքներդ ձեզ, ձեր երազանքներին եւ ցանկություններին, թույլ չտալով, որ արտաքին հանգամանքները կործանեն ձեր ներքին խաղաղությունը։ Փոքր բաներում գեղեցկությունը տեսնելու եւ փոխզիջումներ գտնելու ձեր ունակությունը կօգնի ամրապնդել հարաբերությունները եւ գտնել հոգեկան խաղաղություն։ Խորհուրդ. մի մոռացեք ձեր մասին, ժամանակ հատկացրեք ստեղծագործելուն, մեդիտացիային կամ բնության մեջ զբոսանքներին։ Ձեր ներդաշնակությունը ուժի եւ ոգեշնչման աղբյուր է։ Ինչու հատկապես այս 5-ը։ Հուլիսի տիեզերական տրամաբանությունը։ Այս նշանները պատահականորեն չեն ընտրվել։ Նրանց էներգիան եւ բնավորությունը համապատասխանում են ներկայիս տիեզերական միտումներին։ 2025 թվականի հուլիսին մոլորակները ստեղծում են հատուկ ներդաշնակություն, որը ուժեղացնում է դրանցից յուրաքանչյուրի ներքին ուժը։ Ցուրն ու ջրհոսը նշաններ են, որոնք կապված են հասարակության մեջ ձեռքբերումների եւ փոփոխությունների հետ։ Խեցգետինն ու կշեռքը ներքին աշխարհի եւ հարաբերությունների, իսկ կարիճը խորը փոխակերպման եւ ինքնաճանաչման հետ։ Միասին նրանք կազմում են փոփոխությունների հզոր հոսք, որը կարող է փոխել ճակատագրեր եւ բացել նոր հորիզոններ։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք հետաքրքիր հոդված. Ինչու ենք երեկոյան միշտ տխրում։ Ոչ ակնհայտ պատճառները։ Երեկո օրվա երուզերը մնացել է հետևում եւ դուք վերջապես կարող եք հանգստանալ, բայց հանգստության փոխարեն հոգին պատում է անբացատրելի տխրություն կամ թախիծ։ Ծանոթ իրավիճակ է։ Շատերն են բախվում այս երևույթին, որը հայտնի է որպես երեկոյան մելանխոլիա։ Եկեք պարզենք, թե որոնք են նրա հիմքում ընկած ոչ ակնհայտ պատճառները եւ ինչպես կարելի է հաղթահարել այդ վիճակը։ Հիմնական պատճառները՝ ֆիզիոլոգիական փոփոխություններ։ Մեր օրգանիզմն ապրում է ցիրկադային ռիթմերով, որոնք ազդում են մեր տրամադրության վրա։ Հորմոնների մակարդակը։ Երեկոյան ընկնում է կորտիզոլի սթրեսի հորմոնի մակարդակը, որն օրվա ընթացքում մեծ էներգիա է եւ տոնուս է հաղորդում։ Միևնույն ժամանակ սկսում է արտադրվել մելատոնինը, քնի հորմոնը։ Այս հորմոնալ փոփոխությունները կարող են առաջացնել էներգիայի անկում եւ տրամադրության վատթարացում։ Արյան մեջ շաքարի մակարդակը։ Օրվա վերջում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները նույնպես կարող են առաջացնել դյուրագրգռություն եւ տխրության զգացում։ Տեղեկատվական գերբեռնվածություն։ Ցերեկվա ընթացքում մեր ուղեղը մշակում է հսկայական քանակությամբ տեղեկատվություն, նորություններ, սոցցանցերի լրահոսեր, աշխատանքային նամակագրություններ, խոսակցություններ։ Երեկոյան մեր մտավոր ռեսուրսները պարզապես սպառվում են։ Այդ մտավոր հոգնածության հետևանքով ուղեղն այլևս ուժ չի ունենում դրական հույզեր գեներացնելու համար։ Արդյունքում մենք դառնում ենք ավելի խոցելի, բացասական մտքերի եւ տխրության նկատմամբ։ Մենակություն։ Երեկոն ավանդաբար համարվում է ընտանիքի եւ ընկերների հետ շփվելու ժամանակ։ Եթե դուք երեկոն անցկացնում եք մենակ, մենակության զգացումը կարող է սրվել։ Հատկապես սոցիալական ցանցերում ուրիշների երջանիկ ընտանեկան լուսանկարները դիտելիս կարող է առաջանալ կտրուկ հակադրություն սեփական իրականության հետ, ինչն էլ տխրության պատճառ է դառնում։ Երեկոյան տխրությունը բնականon երևույթ է, որի հետ բախվում են շատերը։ Հասկանալով դրա պատճառները եւ կիրառելով այս պարզ խորհուրդները, դուք կարող եք ձեր երեկոները դարձնել ավելի հանգիստ, ներդաշնակ եւ ուրախ։